Գիտես, ինչու սատանան շարունակ կշրջի հավատացյալին սրդին, զգացումներուն, մտածումներուն եւ առօրյային շուրջ, որովհետեւ Աստված այնքան մեծ բադիվ տված է մարդուն եւ հավատացյալին, որ ինքը ջարահատ է, Աստծո թեմ չի գրնար գենալ, եթե մարդը փնավ գետրոնանա Աստծո կողմէ իրեն դրվածին վրա, սատանան անկորձ կմնա։ Անոր համար Աստվածաշունչը մեզի կհայտնե, որ Աստծո որդին աշխարհ եկավ, որպեսզի սատանային գործունեության վերջ տնե։ Ընդհանուր գործունեությունը պիտի վերջ գտնե վերջավորության, բայց մեզ յուրաքանչյուրին կյանքի մեջ եւ մեր ծառայությամբ, մեր շուրջիններում մեջ սատանային գործունեության վերջ տնելու քայլեր կան, միջոցներ կան, շարունակ։ Այսօր կուզեմ այս մասին բաժնեկցիլ ցեզի հետ։ Կարդանք երկու համարներ Աստվածաշունչեն, այ Պետրոս 5:8 գսե արթուն եւ պատրաստ եղեք, որովհետեւ ցեր թշնամին սատանան արույցի պես մրնչելով կշրջի եւ գլելու համար մեկը կփնտրե։ Երկրորդ համարը Եփեսացի 6:12 գսե որովհետեւ մեր պատերազմը մարդոց հետ չէ, այլ երկինքի տակ գտնվող չար ոգիներուն, իշխանություններուն եւ պետություններուն, այս խավար աշխարհի դիրակալներուն թեմ։ Սատանան կհարցակի անոր թեմ, որ իր կյանքի մեջ իշխանություն ունի, որովհետեւ անոր իշխանությունը իր աշխատանքին արգելք կհանդիսանա։ Աստված սկիզբեն ծննդոց 1:26-ին երբ մարդը ստեղծեց, մարդուն համար ըսավ, որ թող իշխե բոլոր արարածներուն եւ երգիրին, մարդկությունը չեր գանչված ստրուկ լալու, չեր գանչված, չեր ստեղծված, որ ուրիշ որևէ վիճակ լա իր կյանքի մեջ, գանչված էր, որպեսզի Աստծո հետ հաղորդակցություն ունենա։ Աստծո հետ հաղորդակցություն ունենա, իշխանություն ունենա եւ դիրաբեդե։ Չէ գանչված ուրիշ բանի համար։ Անգումն է, որ վնաս հասցուց մարդուն, բայց անգումեն յետ եղածները Աստծո կողմէ դրված չեն, անգումին արդյունք են։ Անգումին արդյունք բաները մեր զգացումներով եւ սատանային թրթումով գազդեն մեր վրա, մենք պետք չէ ականջ տանք, որովհետեւ մենք Քրիստոսի փրկակորձության միջոցով վերահաստատված մարդիկ ենք։ Անոր իշխանությունը կա մեր մեջը եւ մենք անոր հետ հաղորդակցություն ունենք, կսե անոնք մենք Քրիստոսի միտք ունենք, կսե Պողոս առաքյալ։ Այդ պատճառով է որ սատանան կհարցակի աղոթքիդ վրա, այդ պատճառով է որ կհարցակի Աստծո հետ քու մտերմությանդ վրա, անոր համար է որ կհարցակի քու ինքնությանդ վրա, քու զգացումներուդ վրա, Աստծո հանդեպ ունեցած վստահությանդ վրա, հարադեվող այդ աշխատանքի ճանասիրությանդ համար, հոգևոր հասագիտ եւ հոգևոր հաստատությանդ վրա, որովհետեւ եթե հավատացյալները հայտնաբերեն թե ով են Քրիստոսով, սատանան անկորձ կմնա, անոր գործերուն վերջ կլա։ Ուր որ հավատացյալը գարենա Աստծո կողմէ դրվածը կորձի տնել, հոն սատանան անկորձ կմնա։ Խավարը իր աստեցությունը կսկսի գործընծնել, ինչպես ասինք այբ Հովաննու 3:8-ին մեջ։ Ուրեմն սատանան կվախնա այն հավատացյալներեն, որոնք գիտեն Աստծո առջև գենալ, Աստծո առջև մնալ, Աստծո սպասել։ Ականջ չեն դարած ցայներուն, մտիկ չեն ներզգացումներուն, աղոթքի ադեն դարբեր ցայներուն։ Հետևաբար սատանան քու հոգևոր ճամփորդությանդ ընթացքին հարցակի կորձե, թշնամությամբ կորձե քու միտքիդ եւ զգացումներու շուրջ։ Ինչու? Որովհետեւ զգացումները գազդեն
քո հարադևելուտ վրա։ Զգացումներդ գրնան կամ գեցնել քո հարադևելդ, ինչ որ բանի մեջ կհարադևես, կամ գրնաս հաղթահարել եւ շարունակել ագանց չդալ, գդգարացնե քո համբերությունդ։ Անոր համար ինքը քո զգացումներուդ եւ մտքիդ մեջ շարունակ աղոթքի ադեն առօրյա կյանքի մեջ շարունակ գտապետուն չես տեսներ, բայց այդ միտքերը երբ այդ զգացումները կան ինքը աշխատանքի մեջ է քո համբերությունը դգարացնելու համար։ Վախը գդգարացնե քո համարձակությունը, եթե չորս կողմդ վախ արթող նյութեր կան, բաներ կան, անիկա քո համարձակությանը վրա կաստե, կարծես գացին մբռնված է քո համարձակությանը ծարին գզարնվի, ամենադեն քո համարձակությունը կբաքսի, թադաբարդությունը, եթե շարունակ թադաբարդության վիճակի մեջ ես, լա գրոնական ցևով, լա այլ պայմաններով, անիկա կդգարացնե քո աղոթքդ, որովհետև թուն ներքնաբես թադաբարդված կսկաս, օրինակի համար եթե մեղք ունիս, եթե սխալ ունիս, եթե սխալ վարմունք կյանքի ընթացքի մեջ ես, ադիգա բնականաբար կդգարացնե քո ընթացքդ, քո աղոթքի կյանքդ, հուսախաբությունը, եթե քո կյանքիդ մեջ հուսախաբությունը լա, հուսախաբությունը շարունակ գրկնվի քո կյանքիդ մեջ գդգարացնե քո ակնկալությունը, այլևս չես ակնկալեր, որ հաջողություն բիդելա։ Տեսեք սատանան ինչ ցևերով կուքա եւ ինչպես մեր մտքին եւ մեր զգացումներուն թեմ կգործե։ Անիկա գիտե, որ ինք չի գնար Աստծո թեմ կործել։ Անոր համար է, որ կփորձե հավատացյալը ինացնել, հավատացյալին ընթացքին սահման տնել եւ սահման տնելը միայն միտքին զգացումներուն եւ իր առօրյայի մեջ սուտ պայմաններուն համաձայն օդար բաներ բերել է։ Անոր համար շատ հավատացյալներ Գաբրին ունին իրենց առօրյայի մեջ մտային բادرազմներ, երբ աղոթ կնեն։ Հազիվ աղոթքի մտնեն լեցուն նյութեր կան, որ պետք է անցնին իրենց մեջ։ Անյոք ունեցել այդ փորձառությունը, աղոթքի կաս լեցուն միտք կա, լեցուն բաներ կան, նույնիսկ բաներ, որ օրվա ընթացքի մեջ չի գար կուքան։ Ինչու թունգը հուսահատից դեր օգնե ինձի։ Մինչ այդ դերը քեզի օգնած է, բարձորեն սատանան կփորձե դերոջ քեզի դվածը արկիլել, որ չվայելես կանյոք է դե։ Կանյոք է դե գփորձե արկել կլալ, որ թուն չվայելես, ադոնք փնավ մեկ չէ ագանջ տնես ադոր։ Սկացական հոգնություն կսկաս, շատ հոգնած եմ, ես շատ մարդոց կսեմ, որ թուն ֆիզիկապես հոգնելու մաստավոր բան մչունիս։ Ընդհանրապես քու սկացականը դե, սկացումները դեն, որ քեզի այսպես հոգնածություն կուտան։ Մարդիկ շատ անգամ շատ կմտածեն։ Եվ ադիգա գողոքնեցնե իրենց, մարդիկ շատ անգամ կյանքը գաբրին, բայց որովհետև իրենց սիրածը չէ, անոր համար թշկող գաբրին, ադիգա գողոքնեցնե իրենց։ Նաև շատ հավատացյալներ գաբրին հուսահատություն, միշտ հուսահատությունը իրենց կյանքի մեջն է, միշտ շփոթությունը իրենց առօրյայի մեջն է։ Անոր համար գաբրին աղոթքը թատրեցնելու այդ փորձությունը միշտ ունին աղոթքը մուդլավ է գաղոթե, մուդլավ չէ, չաղոթեր, մուդլավ չէ, բագաս գաղոթե, հետո քիչ մնորեն գաղոթե, միշտ այս աղոթքը թատրեցնելու վիճակին մեջն է եւ գամ ունին այդ զգացումը գաբրին, որ բամը չլար, ինչ ընեմ, նույն դեղն եմ, բամը չի բադահիր, բամը չի փոխվիր, այդ զգացումը ունենա։ Բայց տեսեք Աստվածաշունչը մեզի ինչ կհայտնե սիրելիներ։ Աստվածաշունչը մեզի կհայտնե բաղմությունը քոնե այս բաղմությամբ, եթե մենք քալենք, պիտի տեսնենք Դանիելի բաղմությունը իր մեջ մեծ նամակ ունի։ Երկրի վրա լրություն գար, մինչ ինք գաղոթեր, բայց ադիգա ասել չէր, որ երկինքն ալ լուր գեցած էր, երկինքը անկորց գեցած էր։ Փնավ այդպես չէր։ Երկինքը գշարժեր, այսինքն երկինքի մեջ բաներ կգադարվեին, մինչ Դանիել կսպասեր։ Լրություն գար իր 4 կողմը։ Դանիել 10-ին մեջ եթե նայենք, այսպես գրված է 10-12։ Քանզի այն առաջին օրեն ի վեր, որ քու սիրտը դվիր հասկանալու եւ քու Աստծույթ արչեւ քու անցդ խոնարեցուցիր, քու խոսքերդ լսվեցան, ու ես քու խոսքերուդ համար եկա, կսե հրեշտակասիկա 21-րդ օրն է։ Նկատի առ Դանիելը երբ աղոթելու սկսավ, ծոմաբաղություն բայելու սկսավ, առաջին օրեն երկինքը շարժեցավ, ինքը 21 օր ձունգի վրա աղոթ կներ։
Ինչ կներ աղոթածադենը, կսպասեր Աստուծո պատկամը կա, այն ինչ որ ինք հասկանալ գուզեր, այն փրկության մասին, որ Աստուծո պատասխանը գուզեր, ինքը եկավ սկսավ աղոթելու, 21 օր աղոթեց, 21-րդ օրը հրեշտակը եկավ եւ իրեն ասավ, նայ առաջին օրեն որ դու աղոթելու սկսար, Աստված ինձ ղրգեց որ քեզ այս պատկամը բերեմ։ Առաջին օրեն խնդրեց, բայց պատասխանին հայտնությունը պատերազմ կբանջեր։ Նորենս եմ, առաջին օրը, որ ինքը աղոթելու սկսավ երկինքեն պատասխանը ղրգվեցավ, բայց այդ պատասխանին մեջ գտնվող հայտնությունը մինչև իրեն հասնիլը պատերազմ կբանջեր։ Կանե օքի աղոթքի ադեն պատերազմ ունենա։ Կանե օքի պատերազմ ունենան աղոթքեն գտածի։ Պատերազմը չես կնար լքել։ Պատերազմը պիտի շարունակես, որովհետև թշնամին Աստծո հայտնությունը ստանալուց արգելք կուզե ըլլալ։ Դանիել հավանաբար աղոթածադենը չնկատեց, չտեսավ հրեշտակները կպատերազմին իրեն համար։ Գիտեք, չէ՞ պատմությունը ինչպես է։ Հրեշտակը եկավ եւ գսե հրեշտակը երկրին սահմաններեն աստղերու մագարտագին մտնոլորդեն ներս մտնելու ադեն գսե Թիվային ուժերուն թեն սկսավ պատերազմնել եւ իրեն բռնեցին 21 օր բռնված մնաց պատերազմ գլար ինքը ձունգի եկած գաղոթեր փամը չեր դեսներ երկնային շարժում չեր զգար ճուները զգացում որ երկինքի հիմա կշարժի երկինքի իր մեկ աղոթքին եւ խնդրանքին համար դակն ու վրա եղած է Թիվային աշխարհին թեն պատերազմ գա չեր զգար Հոգևոր թիմադրությունը չեր գիտեր ինչ կանցնի գտարնա միայն գիտեր մեկ բան արդյոք երբ Աստված պատասխան պիտի տա ինձի մեկ բան գիտեր ուշացավ դեր չեկավ արդյոք մերժեց ինձի արդյոք ճուզեր պատասխան տալ ինձի կանեոքի այսպես Գաբրիել հոգևոր կյանքը արդյոք ամեն ինչ Աստծուց մեկ ախյալ է բնավ ինքը որովհետև չի տեսներ իր ինքնության թեմ պատերազմ գնե սատանային թրթումներով շատ հավատացյալներ իրենց կյանքի մեջ ուշացումը կմեկնաբանեն իբրև մերժում բայց երկինքը արդեն կրնա շարժումի մեջ լալ բնավը զգացումները հիմնական չեն Քո հավատքդ, ինքնությունդ, Աստծո խոստումները պետք է քո արջևը տլան եւ անոնց հետևելով գալես։ Երբեմն աղոթքդ արդեն երկինք հասած կլա։ Աստծո արջև ելած կլա, մինչ զգացումներդ քեզի գսեմ փամը չլար։ Դու չես կնար զգացումներդ մտի գնել։ Գիտեք, հրաշքը զգացումներդ մտի չնելով պիտի քալես առնելու համար։ Իրական պատերազմը հարադեվությունն է։ Տշնամին գուզեր որ Դանիել թատրեր աղոթել են։ Տշնամին գուզեր որ տուն թատրիս աղոթել։ Գործընծներ իր ակնկալությունը, գուզեր որ տուն գործընծնես ակնկալությունը, որ Աստծուց մե օգնություն կա։ Անհավատները չեն գրնար ակնկալել որ Աստված կա, չեն գրնար ակնկալել որ Աստծուց մե օգնություն կրնակալ։ Գուզեր հանցնվի, գուզեր տշնամին որ Դանիել հանցահատության Տշնամին այսօր գագնգալ է որ տուն հուսահատիս քո հարադեվությանը թեմ ամեն տեսակ թագարտ կտնե, արգելք կտնե գուզե որ տուն վերաթարնաս փնական դրամապանական ծևով նայիս ինչ որ արդեն չես կնար հասկանալ եւ ըմբռնել Աստծո քեզի ասածները որովհետեւ Աստծո հետ շարունակական հաղորդակցությունը հոգեվոր իշխանություն կաշխատցնե դուրս կբերե եւ որ Աստծո հետ հաղորդակցության մեջ լաս բնականաբար զորություն դուրս կգա գսե ինձի մոդեցեք ես ալ ցեզի պիտի մոդենամ եւ սատանան հերու պիտի բախչի բնականաբար առանց ուժի առանց որևէ մեկ աղոթքի առանց որևէ մեկ հրճագումի այն հավատացյալը որ ամեն օր ամեն ժամանակ Աստծո առջև կգենա այն կփոխագերբվի դերոճմով Եղիա ինչը սավ Ակաբ տակավորին սավ ես Աստծո առջև կգենամ Աստծո առջև կգենամ այսին Աստծո հետ հաղորդակցություն ունիմ աղոթքը սիրելիներն միայն խնդրանք չէ որ մենք կուքանք եւ կկատարենք աղոթքը Աստծո հետ ներդաշնակություն կբերե
Թուն Աստծո հետ շաղվածք մը կստեղծես, իրեն հետ հավասար զուգահեռ նույն միտքին, նույն նպատակին մեջ կալելու կսկսիս։ Աստծո հետ ներդաշնակությունը կբերե միտքը, զգացումները, գամքը, փափակները, հոգևոր զգայունությունը, ասոնք ամենը կսկսին նորոգվել քու կյանքիդ մեջ, փոփոխություն կսկսիս ունենալ։ Անոնք, որոնք Աստծո հետ հաղորդակցության մեջ փոխվելու կսկսին, այդ անձերը վտանգավոր են սատանային։ Անոր համար նույնիսկ հոգևորները կրնան հալածվել այդ մարդիկը։ Ընդհանրապես, երբ թուն աղոթքի ձոմի դերոջ մե զորություն առնելու իր գամքը գադարելու համար գեցած ես, ընդհանրապես փորձությունները կամ միտքերը եւ զգացումները քու ինքնությանը թեմ գուքան։ Ինքնությունը միջոցն է, որ թուն զորություն ստանաս եւ վայլես եւ գործես։ Տշնամին շարունակ քու ինքնությանը թեմ կբادرազմի։ Երբ տշնամին մոտեցավ եւ Հիսուսին ասավ, «Դու եթե Աստծո որդի ես, այս քարերը ինչ է, հացեր է»։ Փունգետրոնացումը հացը չէր, փունգետրոնացումը Հիսուսի ինքնության թփչիլ էր, գուզեր ինքնության թեմ աշխատանք տանել, որովհետեւ Հիսուս արչև չերթար։ Այսօր նույնը գլա։ Աստված լսեց, սկսենք։ Աստված գնե, բիդինե, դերս մորցած է, շատ անելիք ունի, լեցուն միտքեր, որ մեզի գուքան։ Բայց հավատացյալը պետք է լավ սորվի եւ հասկանա սիրելիներ, որ մենք մեր զգացումներով չենք գալեր, հապա մեր հավատքով կգալենք։ Մեր զգացումները, որ կգապվի այս մեղանչական աշխարհին, պետք չէ արտոնենք որևէ ցևով որոշում կայացնե մեր հոգևոր հավատքի ճամփորդության մեջ։ Բնավ պետք չէ արտոնենք։ Պետք է ամեն ինչ, որ բիդելա մեր մեջ, մեր հոգևոր ինքնությունը իր դեսագետը բերե։ Սատանան գվախնա, եթե դու իրապես հարադևող հավատացյալ ես։ Եթե կհարադևես եւ այս արգելքները բնավ չես արտոներ, որ կյանքիդ մեջ զգացումներուդ մեջ անիկա գվախնա քեզ մե։ Ոչ թե գադարյալ հավատացյալներեն գվախնա, գվախնա անոնց մե, որոնք իրապես հարադևող են, համար են, հավատքով գկալեն։ Որովհետեւ հոգնած ըլլալով հանդերձ կշարունակեն աղոթել։ Այսօր երբ շատ անգամ հավատացյալներուն եւ որ գսեմ շատ հոգնած եմ չեմ գրնար, հոգնած կուքամ կորձեն չեմ գրնար, մայնքի եթե Աստված հանգստացնողն է եւ դու հոգնած լասն իրեն չես երթար, ուրեմն դու մորցեր ես, գործընծուցեր ես այդ զգացումը, թե ինքը հոգնածին հանգիստ կուտա։ Հոգին խաղաղություն կուտա։ Բարձորեն մորցեր ես, հավատացյալ ես, դակավին զավակ ես, բայց բարձորեն մորցեր ես, աս համարը միան գիտես կոց, բայց համարին մեջի միջուկը ավիշը չես կնար վայելել։ Ես բեք չունիմ գադարյալը լալով, պետք է այս ճշմարտությունները ակնկալեմ, որ իմ կյանքիս մեջ կդարվի։ Եթե սատանան որևէ մեկնաբանություն տնե իմ մտքիս եւ զգացումներուս մեջ մերժեմ, որովհետեւ Աստծո խոսքը ճիշտ է եւ հավիտյան, նույնն է։ Վիրավորված լալով հանդերձ կշարունակեն ճաշտել։ Պայմանները չեն աստեր քեզի։ Շփոթած լալով հանդերձ կշարունակեն վստահիլ։ Շփոթած է ամեն դեղեն մեկ ցայն գա ինքը Տեր Աստծո կվստահի։ Ինչ կուզե թողլա ինքը Աստծո կվստահի։ Զգացումներու ելևեջներուն մեջ անգամ կշարունակե գանկնած մնալ, հաստատ մնալ, սկզբունքները չարդոներ, որ իր կյանքի մեջ բնավ խախտին։ Հետևաբար սիրելիներ, նայեցեք Ղուկաս 10:19-ի մեջ ինչ գրված է։ Հիսուս կսե մեծ բադիվի մասին կխոսի, կսե ահա ձեզի իշխանություն տվի հաղթահարելու տշնամին զորությունը, ձեզի կսե իշխանություն տվի հաղթահարելու տշնամին զորությունը։ Հավատացյալը միայն հոգևորապես քոյադևելու կանչված չէ։ Դժբախտաբար շատ անգամ հավատացյալները գաբրին բարդություն կյանքի ընթացքին կամ կմտցնեն դրամապանականը կամ կմտցնեն առօրյայի մեջ իրենց կարողությունները աղոթքի ադենալ հոգևոր բաները կհրճագեն։ Հավատացյալը պետք է լավ հասկանա, որ ինքը կանչված է Աստծո հետ հաղորդակցություն ունելու։
Փնդրես դերը ինչ կսա այսօր քեզի։ Ինչ ունի ըսելիք քեզի։ Ավելի լավ է ուրիշ որևէ քայլ չառնես, ուրիշ որևէ որոշում չառնես, լսես ինքը ինչ ունի քեզի ասելու այսօր։ Թուն քեզի պատրաստել լսելու իրեն։ Աշակերտները գսե երբ վերնադան մեջ գահավաքվեին վախով, թողով, բադոանները կոծած Երևակայե ինչքան վախ ունեին, որ հիմա իշխանությունը պիտի կա մեր վրա, պիտի բռնե մեզի։ Բայց դակավին կսպասեին դիրոջ խոստումը։ Բոլոր պայմաններեն, ջնշումներեն անտին կսպասեին դիրոջ խոստումը։ Հավատացյալները գանչված են դիրոջ ներկայությունը գրելու իրենց վրա եւ զայն ներկայացնելու։ Գանչված են թակավորությունը հայտնելու այս աշխարհին, խավարին թեմ կանգնելու գանչված են։ Բարեխոսելու, շինելու, երկինքը երկրի վրա ներկայացնելու։ Ասե հավատացյալին գործը։ Անորամար մեր գեցվածքը աղոթքով պետք է այս ուղղությամբ լա, որ մենք կարենանք դերոջ կամքը հասկանալ, մեր կյանքի մեջ իր պերելիք հայտնությունները ըմբռնել։ Անորամար է, որ թշնամին շատ անգամ չի ցկեր, որ աղոթես, շատ անգամ հանգիստ չի դար քեզի, կփորձե խապել, կփորձե քեզի լարել չորս կողմիդ վրա, որ հանգիստ չեն ցկեր ինձի։ Դու ինչ ֆիտնես, ամենազորավոր անհանգստացնողը դերոջ հետ հանդիպիսն է ինքը լուծումը գուտա։ Փոխանակ դարվիսը սկացումներով, քեզի անհանգիստ ընողներով, դու նաև որ հանդիպիս իրեն, ինքը լուծումը թողա։ 5 դագարանի մեջ կտեսնես հարյուրավոր, հազարավոր, միլիոնով ծովու ավազի չափ լեցուն զինվորներով բանակներ եկան, որովհետև Աստված խոստացած էր, Աստուծո խոստումին համաձայն կատարվեցավ։ Համը չաստեց իրենց վրա։ Թող որ քու կյանքիդ մեջ ադիգա գտնես։ Հետևաբար արդյոք կասկածին թույլ տվիր, որ աղոթքդ կեցնե։ Արդյոք ուշացումները դգարացուցին քու հավատքդ, զգացական պատերազմները պատճառ եղան, որ թատրիս զաստված փնտրել են։ Ամեն օր կյանքիդ համար, պետքիդ համար լրությունը, որ քու կյանքիդ մեջ ունեիր, որևէ բահիմը կամ ժամանակիմը, արդյոք ադիգա պատճառ եղավ, որ թուն մեկնաբանես, որ Աստված մերժած է քեզ, պատասխան պիտի չի դա։ Ասոնք բոլորը իրական բաներ են, որ կգադարվին, լավ է որ թուն հրճագես, չեմ հանցնվիր կասկածին։ Չեմ արդոներ, որ սկացումներս իշխեն հավատքիս վրա։ Պիտի շարունակեմ գակնած մնալ Աստծո առջև, ստեղծված եմ, որ իր հետ հաղորդակցիմ եւ իշխանություն ունիմ։ Երկինքը կպատասխանե հավատքով լեցուն իմ հարադևող աղոթքիս։ Պիտի չհուսահատիմ, չեմ թատրիր մինչև որ ջեղքում տեսնեմ։ Հակոբոս ինչ ասավ, Հակոբ ներողություն ինչ ասավ, ասավ քեզի չեմ ցկեր, երթաս, մինչ որ զիս չորտնես։ Զարմանալի է, սկիզբը հրեշտակ մներ, տուն մարդ էր, հրեշտակ եղավ, հետո Աստծո հանդիպեց ասավ, տուն ինչպես կրնաս հրեշտակին ասել քեզի չեմ ցկեր որ երթաս։ Ինչ խելք է։ Ով գիտե ֆիզիկապես հոն գեցածադենը եւ հրեշտակը թիմացը երբ կկոդե մարդային միասին, ինչ էր իր հավատքի զգացումը, որ այդպես արդահայտվեցավ, որ չեմ ցկեր երթաս, մինչև որ զիս չորտնես։ Եվ տեսեք, ինքը ոչ թե թեր կգարձեր, որ թիմացինը մարդ է, գիտնալեն ետք, որ հրեշտակ է, ասավ քեզի չեմ ցկեր որ երթաս։ Ավելի բռնվեցավ, ասավ մինչև որ զիս չորտնես, քեզի չեմ ցկեր։ Դու բեք չունիս այսօր մեկը լարջևդ, որ իրեն բռնես ցերկով եւ չի ցկես, որովհետեւ ըստ երևույթին Հակոբ այդքան զորավոր չէր հրեշտակը բռնելու, որ հրեշտակը չգարենար իր մե փախչիլ, չէ՞, կանեոք համացայն է։ Ինքը իր հավատքին փազուկներով բռնեց, իր հավատքին միջոցով իր բետքին համար Աստծո ներկայության գենալու այդ զորությամբ բռնած էր, որ հրեշտակը չերտա, մինչև որ օրհնություն չառնե։ Մենք չհանցնվենք մինչև որ օրհնությունը մեզի կա։ Սատանան գուզե որ թուն
ու սահադիս որևէ պատճառով եւ թատրիս ակնկալու տենեն։ Լավ գիտե բադիվը, որ Աստված քեզի տված է։ Կարևոր է որ դու գիտնաս այդ բադիվը եւ արժեքը։ Ոչ թե ասես այսպես եղավ, այնպես եղավ, ասե ինձի գահալած է, իմ վրաս ազդեցությունը գա, որովհետև ինքը գիտե, որ ես ով եմ։ Գիտե ինչ է իմ արժեքս։ Ինչ կամ բան կրնա փոխել իմ հավատքիս արթնությունը, անոր համար չեմ հանձնվիր։ Ամեն օր ժամանակ առ, ամեն օր աղոթքով գեցիր, որովհետև եթե դու ինտիմություն ունիս, սատանան լավ գիտե, որ եթե դու հաճողիս, ինչ պիտի լա։ Անոր համար մի արտոներ։ Ոչ թե ուրիշեն աղոթ խնդրելը սխալ է, նո ճիշտ է։ Բայց հույսդ մի տներ ուրիշի վրա։ Նույնիսկ եթե մեկը բարգև ունի եւ քեզ այդ բարգևով պիտի ծառայի, դա գավին քո հարաբերությունը Տերոջմով հաստատե, ապահովե քո իրավունքդ, լա առողջությունդ, լա հաջողությունդ, լա բժշկությունդ, լա որևէ մեկ բան։ Եվ դες դերը ինչպես պիտի օշնե։ Ամեն։ Եկ ոտքի գնանք։